Խորհրդարանական ընտրությունից ամիսներ առաջ զանգվածաբար իզոլացվում են ընդդիմադիր համայնքապետները։ Քաղաքագետներն ու ընդդիմադիր պաշտոնյաներն ասում են, ընդդիմադիր համայնքապետներին կալանավորելով, ձերբակալելով ու նրանց դեմ գործեր հարուցելով, իշխանությունը փորձում է մաքրել քաղաքական դաշտը հակառակորդներից։ Իշխանությունները լուրջ մտահոգված են իրենց հանրային վարկանիշում, որը, ինչպես իրենք են շատ սիրում ասել, դրսևորում է պատմական ամենացածր նիշը։ Այնպես որ սա բնական է, այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ ընտրությունները տեղական իշխանության մարմիններում ինչ-որ մի տեսակ լակմուսի թուղթ է։ Վերջին մի քանի օրվա ընթացքում կալանավորել են Մասիսի համայնքապետին, որը նաև խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն է։ Իսկ Բյուրեղավանի համայնքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել, նրան զրկել են լիազորություններից։ Հակոբ Բալասյանն այդ մասին իմացել է մամուլից, նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ 2 տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում ենթադրաբար հարձակվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։ Դատարանը կորոշի մեղավոր եմ թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն ով է իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը եւ քաղաքի անդորը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Բալասյանն ընտրվել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Ապարանի համայնքապետարանում հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած քննչական գործողություններից հետո կալանավորել են 9 անձի, նրանցից 3-ը համայնքապետարանի աշխատակիցներ են։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւս պատահական չի համարում, որ ընդդիմադիրների դեմ ռեպրեսիաները սկսվել են հենց հիմա, երբ ընտրությանը մնացել են հաշված ամիսներ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գալիք ընտրություններին։ Գալիք ընտրություններից առաջ նա փորձում է մաքրել քաղաքական դաշտը իր հակառակորդներից։ Տեղական համակարգերում ինքը շատ քիչ ձայն ունի, դա բոլորը գիտեն։ Նույնիսկ տեղական գործիչները ԿՊ-ական ավելի բարձր վարկանիշ ունեն, քան ԿՊ-ն եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը։ Ինքն էլ դա շատ գիտի։ Առավել եւս ընդդիմադիր տեղական գործիչների գոյությունը իր համար ուղղակի սպառնալիք է ընտրություններից առաջ։ Ըստ մասնագետների, սա նաև մեսիջ է վաղարշապատի ընտրությունից առաջ, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Փորձում են ցանկացած գնով ձևավորել վախի մթնոլորտ, եթե հնարավոր է այդ կերպ նվազեցնել նաև ակտիվությունը համայնքների ազգաբնակչության եւ դրանով իսկ փորձել, կրկնում եմ, փորձել երաշխավորել տեղերում իրենց ներկայացների հաղթանակը։ Դա չի ստացվելու։ Քաղաքագետն ասում է, բռնապետական ռեժիմի ղեկավարները միշտ փորձել են այս տեխնոլոգիաներով վերարտադրվել։ Փաշինյանը լավ գիտի, որ իր շանսերը քիչ են արդար ընտրության պարագայում, ուստի նա ջանքեր է գործադրում։ Միշտ էլ փորձել են, մտածել են, որ եթե իրենք ուժով փորձեն ճնշել, վախի մթնոլորտ ձևանել, ապա իրենք կարող են հաջողության հասնել։ Բացառությամբ բացարձակ տոտալիտար գործիչներ, ինչպես ասենք օրինակ Մուամմար Քադաֆիներ կամ Սադամ Հուսեյններ, մնացած այն կիսա ավտորիտար գործիչները այդ տիպի քայլերի արդյունքում պարտվել են։ Որ գործող վարչապետը չի հաջողելու, վստահ է նաև նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Ինչպես խաղաղություն կոչվածն է նախընտրական ճամարտակություն, այդպես էլ այս գործողությունները։ Հարությունյանը չի բացառում նաև արտահերթ ընտրության հավանականությունը, որտեղ իշխանության միակույսը ուժայիններն են լինելու։ Հանրությունն այլևս չի վստահում գործող իշխանությանը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։